մեկ ցայնով ասենք, որ ինքը սուրբ է։ Միայն դու Եսուս Սուրբ ես Տեր Հիսուս միայն դու Եսուս Եվս մեկ անգամ սուրբ ես Տեր Հիսուս միայն ցուն Թագավորներու թագավոր Դերերու դեր եւ արքաներու արքա Տեր Հիսուս միայն դու ես Տեր Հիսուս Հալելույա միայն դու ես Այո զորավոր զապարեցեք մեր Տիրոջ Տեր Հիսուս Սուրբ Թագավոր Սուրբ Աստված Միայն Տուն ես Սուրբ Միայն Տուն ես մեծ Միայն Տուն ես զորավոր Միայն Տուն ես արժանի Բասնզի մեզի մանուկ մը ծնավ Մեզի որդի մը դրվեցավ Եվ իշխանությունը անոր ուսին վրա պիտի ելլա Անոր անունը պիտի գոչվի Սքանչելի խորհրդագից Հզոր Աստված Հավիտենության հայր եւ խաղաղության իշխան Սքանչելի Հիսուս Խորհրդագից Հիսուս հզոր Աստված Հավիտենության հայր եւ խաղաղության իշխան մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս Շնորհակալ ենք որ դու քո Սուրբ Հոգիով այստեղ ես Մենք մերած Եվ հեքիաթի դիրոջ չէ այլ խաչված մերած բայց հարություն արած ողջ դիրոջ կծարայենք որուն անունն է Հիսուս որ 2000 տարի առաջ եկար այս աշխարհ ծնար եւ բերիր այս աշխարհին հույս լույս եւ փրկություն բադիվ քո անվանդ մեր Տեր մեծարան քո անվանդ մեր Տեր երկրպագություն քո անվանդ մեր Տեր որովհետև միայն Տուն ես Տեր եւ միայն Տուն արժանի ես ամբողջ փառքի մեծարանքի եւ երկրպագության ով զորության իշխանության եւ փառքի Աստված այսօր իմ աղոթքս է Տեր որ այստեղ եւ բոլոր մեզի դիտողներու կյանքի մեջ Եվ անշուշտ ամբողջ աշխարհին քու ծնունդի հույսը եւ լույսը եւ իմաստը թող ոչ թե բարձրապես դեղեցությունը լա մեր կյանքերուն համար այլ թող ամենը մեր սրտին մեջ լա եւ քու լույսը մեր սրտերուն մեջ լա մեր Տեր Աստված գանցնեմ քու ցերկերուտ մեջ այսօրվա խոսքը ծառայությունը բոլորին սրտերը եւ ես կաղոթեմ Հիսուս Քրիստոսի անունով Ինչպես հրճակեցինք, որ 2026 թվականին, որպես քո ժողովուրդ, ալավելի ճանչնանք քեզի անցամբ մեր Տեր եւ Փրկիչ։ Բոլոր անոնք, որ քեզի չեն ճանչնան քեզի եւ շատ լան քեզի ճանչողներուն թիվը այս տարի։ Մեր Տեր եւ Փրկիչ, որ դու ողջ ես եւ հավիտյանս հավիտենից կմնաս։ Հալելույա։ Հարկ քեզ Հիսուս արժանի ես Հալելույա ամեն 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 Հալելույա ամեն սիրելի Աստծո ժողովուրդ
Հրամեցեք Աստծո քաղցր ներկայության մեջ նստեցեք։ Շնորհակալություն Փարապանության խումբին, եկեք շնորհակալություն հայտնենք Փարապանության խումբին, ձապ տանք։ Աստված օրհնե ձեզի։ Ամեն սիրելիներ, եւ ինչպես միշտ սրտիս մեջ խոսքը գա, որ անշուշտ շատ մեծ փոփոխություն կրնա բերել քո կյանքիդ մեջ։ Գիտես ինչու, որովհետև խոսողը մարդն է, բայց հայտնություն տվողը Աստված է եւ փոխողը Աստված է։ Ես իմ կարողություններովս բանը չեմ կրնարնել, բայց Աստված կրնա փոխել շատ բաներ։ Ադորոմար պատրաստվել եմ այսօր բաժնեկցելու ծերեդը խոսքը Քրիստոսի ծնունդի արդիվ, որ իրականության մեջ շատ կարևոր է եւ ամենակարևոր դեղերը մեկը կգրավե մեր կյանքերում մեջ։ Ամբողջ խոսքը պիտի լա կենտրոնացված Մատթեոս ավետարան առաջին գլուխ 20-րդ խոսքի վրա։ Ինչ լավ է, որ գիտեք հատուկ սկացի ինչպես Աստծո խոսքի վրա կենտրոնացած եք։ Այո, միտքս կար ասի ասեմ 2026 թվականի առաջին ծառայությունն է ասի գա, եւ ես պիտի խնդրեմ ձեզ մեծ սիրելի Աստծո ժողովուրդ եւ բոլոր անոնք, որ պիտի կան դակավին այս տարի։ Գիտես ասի այդպիսի դարի թողոլա, որ տուն ուրիշ սևի վերապերվիս, երբ Աստծո խոսքը գլսես։ Ուրիշ սևի պարապանես, ուրիշ սևի երգրբակես, ուրիշ սևի լրջություն կհրճագեմ քո կյանքիդ վրա, երբ որ Աստծո խոսքը գլսես։ Որովհետև Աստվածաշունչը գսե ուրախության ժամանակը գա, ամեն ինչի ժամանակը գա, գիտես, բդդելու ժամանակը գա։ Ամեն ինչի լավ ժամանակը գա, լավ բաներ ու անշուշտ։ Հիմա ասի այդ ժամանակն է, որ մենք Աստծո խոսքը պիտի խոսենք, պիտի լսենք։ Թող մեր միապանությունով այստեղ մտնոլորտ մլա 2026-ին եւ ադի երթա մեր հետ միշտ ուր որը լանք, որ Աստծո խոսքի ժամանակ բոլորը Աստծո խոսքի վրա կենտրոնացած լան։ Փարապանության ժամանակ բոլորը փարապանեն, երգրբակեն եւ որ Աստծո խոսքը գլա, Աստծո խոսքը լսեն։ Ամեն։ Եվ հիմա Մատթեոս առաջին գլուխ 20-րդ խոսքի մեջ կարևոր հայտարարություն մգա Աստվածաշունչի մեջ։ Ահա գույսը պիտի հղանա ու որդի պիտի ծնանի։ Անոր անունը Էմանուել պիտի գոչեն, որ կթարգմանվի Աստված մեզի հետ։ Քանի անգամ լսած ես այստեղը, քանի անգամ գարտացած ես շատ։ Բայց ես հավատացած եմ այսօր նոր հայտություն ունի սարնելիք։ Ես կուզեմ կենտրոնանաս այն անունի վրա, որ գրված է որդի պիտի ծնանի, եւ իր անունը Էմանուել պիտի գոչվի։ Ինչ կնշանակի Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ ես հետաքրքիր բան ասեմ, մինչև հոս առանց շարունակելու ավետարանը գարտալ, մինչև հոս գրնար լալ շատ վտանգավոր աս ամեն ինչը մեզի համար։ Ասեմ ինչու։ Հիմա դու միտքեդը սիր ինչու վտանգավոր Հիսուսի ծնիլը Աստված մեզ հետ կրվեր է։ Ասեմ ինչու վտանգավոր։ Ասեմ ինչու, որովհետև պետք է գարտաս Հովհաննես 3-րդ գլուխ 16-րդ խոսք, որ բոլորս գիտենք, եւ 17-րդ խոսք, որ հետո վտանգավոր չլա։ Նայր ինչ է։ Վասնզի Աստված այնպես սիրեց այս աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որբեսի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Մինչև ոս շատ զանոթ է։ Շարունակենք։ Վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհը թադե, հապա որբեսի աշխարհ անով փրկվի։ Մատթեոս ավետարանի գրվածը եւ Հովհաննես ավետարանի գրվածը գծցնե մեզի, որ բարի լուր է մեզի համար Աստծո հայտնվելը, որովհետեւ 17-րդ խոսքի մեջ կսե հաբա Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի թադե, այլ որբեսի աշխարհը անով փրկվի։ Ինչու ես ասի, որ մինչև հոն գրնար վտանգավոր լալ, որովհետև արդեն մարդկությունը արժանի էր այն թադաստանին, որ ինքը գսե մեղքին վարձքը մահ է։ Ինչու Էմանուել Աստված մեզ հետ վտանգավոր գլար, եթե մենք չլսեինք, որ ադիգա եկավ փրկելու, որովհետև նույնը գրնա հագարակ մտածե Էմանուելը եկավ, Աստված եկավ, հիմա մինչև ոս գրնաս թողալ մեկ հատ, հետո լավ գլա, որբեսի փրկե այս աշխարհը։
Որովհետև մարդկությունը խավարի մեջ էր, մարդկությունը ապստամբության մեջ էր Աստծո դեմ, մարդկությունը հբարդացած էր, մեղքերու մեջ էր եւ այդ ամեն ինչի պատճառով մարդկությունը գրնար Աստծո Թադաստանը դեսնել, որովհետև Աստծո արդար Թադաստանը գլար ադիգա, որովհետև Աստված գսե մեղքին վարձ կմահե։ Բայց Աստված գսե այնքան սիրեց այս աշխարհը, որ ոչ թե եկավ այս աշխարհ թադելու, այլ եկավ այս աշխարհ փրկելու։ Ասիգա իրականության մեջ Քրիստոսի ծնունդի ամենագարևոր բաժինն է եւ ուրախ լուրն է։ Որովհետեւ դու որոս նստած ես եւ ես որոս կեցած եմ, մենք օրը զարմացանք այդ իրականությամբ, որ ինչպես աս ամեն ինչ եմ վերջ Աստված ինձ ընդունեց։ Ես գիտեմ ինչեր էր անցյալին, ես գիտեմ այդ ամեն ժամանակները, որ անցուցի, բայց օրը ընդունված զգացի, ադալ ոչ թե որևէ մեկ մարդու կողմ է, այլ Աստծո կողմ է։ Ադի ինչ մեծ ապշեցնող եւ բարելուր է ինձ համար։ Իմ սխալներու պատճառով իմ հարազատները ինձ մերժեցին։ Եվ ես գարձեցի, որ միշտ մերժված դիտելամ, բայց օրը դեսա Աստծո փրկությունը եւ դեսա, որ Աստված ինձ ոչ թե գնայի իմ մեղքերովս, այլ ինձ գնայի իր սիրով եւ ինձ գնայի ինչպես ազատե ինձ։ Ադիեր բարելուրը Էմանուելին, որ Աստված մեզ հետ ոչ թե մեզի թադելու, այլ մեզի փրկելու։ Եվ ասիկա իրականության մեջ բարելուր է ինձի համար, քեզի համար եւ այս աշխարհին համար։ Ամեն։ Հիմա շարունակենք։ Էմանուել Հիսուս Քրիստոսի ֆիզիկական ծնունդը ասի շատ պետք է կարևոր է լսես։ Ով գուզե հայտնություն ստանալ զորավոր կյանքի։ Հիսուս Քրիստոսի ֆիզիկական հայտնվելը ծնունդը նաև մարդկության բերավ աշխարհի ամենաբարձր հայտնությունը։ Ինչս է հայտնությունը, եկեք այսօր վրա գետրոնանք։ Այսինքն ասել է բանիմ հայտնվելը։ Բանը որ չես գիտեր հայտնվեցավ։ Բանը որ քախնի էր հայտնվեցավ։ Մեջտեղ ելավ։ Հայտնություն։ Հիսուս Քրիստոսի ֆիզիկական ծնունդը նաև Աստվածային ամենամեծ հայտնությունն էր մարդկության։ Ինչու՞։ Որտեղ նայեցեք։ Անունները ընդհանրապես բադահական չեն։ Ես գծավիմ այդ ծնողներում, որ անանք անուն գտնեն։ Աստվածաշունչի մեջ երբ որ գգարտաս, անունները շատ արժեքավոր են, եւ երբ որ գնայիս 5 գդագարան գգարտաս օրինակ եւ նոր գդագարան, գտեսնես ծնողները հadouk նպատակով եւ մարգարայական ձևով գտնեն անունները։ Եթե մարդուն անունը Եթե մարդուն անունը կարևոր է, աստեցիկ է եւ մարգարայական է, հապա որչափ Աստծո անունը եւ Աստծո անունները հիմա հասկանաս ինչ կուզեմ գործել։ Մատթեոս ավետարան աստ խոսքի մեջ Աստծո անուններն մեկը հայտնեց Աստված աշխարհին եւ ասավ ասի է Էմանուել։ Ինչու ասիգա է ամենաբարձր մարգարայական հայտնությունը Աստուծո մարդուն։ Նայր։ Ինչպես որ ասինք, ինչ է անունը աստեցիկ, ունի մարգարայական բնույթ եւ նաեւ իր մեջ ունի զորություն, անունը։ Աս անունը երկինքեն լուրջ հայտնություն է քեզի։ Որովհետև երբ որ դու գտնաս Աստված հետդ ամեն բան ուրիշ կլա։ Երբ որ նորեն ասեմ, երբ որ գտնաս Աստված հետդ է, ինչս է Էմանուել։ Աստված մեզ հետ։ Աստված մեզ հետ, Աստված իմ հետ, Աստված քեզ հետ։ Էմանուել։ Այդ ժամանակ երբ գտնաս Աստված քեզ հետ է, հետդ ամեն բան ուրիշ կլա։ Ադոր համար
Ինչու ամենաբարձր հայտնությունն է աս հայտնությունը, որովհետև դու Աստծո խոսքը կգարտաս եւ հայտնություններ կստանաս, որ մե Աստուծո մե խոսքեն հայտնություններ կստանաս, կգարտաս Հիսուսին ադեղը, որ ինքը փոթորիկին մեջ էր, բարգեր էր աշակերտներուն հետ եւ իրենց ազատեց, գիտես Աստվածաշունչը կգարտաս եւ հանգարց գարտասած ադենդ ասենք բաներ կբացվի հետդ, որ գիտես ադի Աստված գցնե գոր քեզի հայտնություններ կստանաս եւ այդ ամենը ցանկ կփոխեն, այդ ամեն իրավիճակներ կփոխեն, այդ ամենը նայվածքը կփոխեն, ադոր համար ես քեզի խորհուրդ կուտամ եւ կխնդրեմ նախքան Աստվածաշունչ կարտած գարջ ահոտ մը արե սեդեր կխնդրեմ թուն ինձ սորվեցուր քու խոսքդ որովհետեւ երբ որ Աստվածաշունչը կգարտաս առանց Աստծո օգնությամբ ինքը գրնա ալալ բատնություն եւ նույնիսկ գրնա վտանգավոր քիրք լալ քո ցերկերուտ մեջ գրնաս ադի կորզազել ուզած բանիդ Աստծո խոսքով մենք հայտնություններ կստանանք բայց աս հայտնությունը հենց ինքը Աստված է կսե Աստված մեզ հետ այսինքն Էմանուել փարը Էմանուել անունը այսօր գուզե քեզի դալ այն հայտնությունը ոչ թե Աստուծո մե եկած հայտնությունները որ ցանկդ կփոխեն այլ հենց ինքը Աստված հայտնվեցավ քո ցանկիդ մեջ Բիդինայի աչոք կարևոր է լուրջ կսեմ որ մտածես լուրջ է ասի այն հայտնությունն է որ ոչ թե Աստուծո մե գուքա այլ ասի այն հայտնությունն է որ ինքը Աստված գուքա Էմանուել Աստված քեզ հետ Աստված իմ հետ եւ բադահական չէ որ Աստված ունի անուններ Հիսուս անուն ինչ ցել է փրկիչ Հիսուս Քրիստոս օծված փրկելու համար եւ բադահական չէր որ Հիսուսի ծնունդի անունը հրճակվեցավ Էմանուել այսինքն Ատ ֆիզիկական զնունտը, որ հետո նաև ֆիզիկական պիտի ելար խաչելություն մա, բայց նաև ուներ մեջը խորուրդ ասելով կյանքիդ ամեն օրերում մեջ Էմանուել սկսիր մտածել ես եղբայրս պետք է նվագես դες աջիս հրամե կյանքիդ դարբեր ժամանակաշրջաններուն համար Աստված քեզի գսե Էմանուել սկսիր մտածել Ես չեմ բաժնեկցիր քեզի հետ խոսքի համացայն հայտնությունը ես քեզի կբաժնեկցիմ հայտնությունը որ հենց ինքն է Աստված Այսինքն Քրիստոսի ծնունդով գա հայտնություն որ Աստված քեզ հետ է Ամեն Եվ Աստված հայտնվեցավ քանի սիրեց մեզի Հովհաննես 3:16 ինչ գրվել է Աստված այնքան սիրեց այս աշխարհը Եթե սերը չլար շարունակությունը չէր լար որովհետև սիրեց իր միածին որդին տվավ որբեսի ով որ հավատա չգործվի այլ հավիտենական կյանք ունենա Հիմա եւ Էմանուելը հայտնվեցավ քանի սիրեց մեզի որբեսի փրկե մեզի որբեսի պաշտպանե մեզի չարեն Գիտես ինչն է աղվոր երբ Աստծո խոսքը կարոզեմ եւ նստերեք դուք իմ դիմաց ես գիտեմ որ ասի ընդհանրապես խոսք չէ ասի քեզի ուղված խոսք է Այսինքն ես որ հիմա խոսիմ ինչ աղվոր է դասկացումը ներսես որ ես գիտեմ ինձի համար է նաեւ աս խոսքը Ինչ աղվոր է նաեւ որ քեզի համար է աս խոսքը անցամ քեզի համար Որբեսի փրկե մեզի որբեսի պաշտպանե մեզի չարեն Որբեսի ազատե մեզի չարեն Որբեսի բժշկե մեզի Որբեսի մեր հետ լա փոթորիկներու կյանքի դժվարություններու ժամանակ Ով Էմանուելը Ով Աստված Ինչքան քաչալերական է ինձ եւ քեզի համար կյանքի դարբեր ժամանակներու մեջ երբ գլսենք աս ինչը մեր գողքին է Աս ինչ հարազատը Եվ թիմացող զորավոր մարդը Եվ կարողություններ ունեցողը Եվ լավ ֆինանսներ ունեցողը Նայր ինչ լուրջ է չէ Եվ գիտելիք ունեցողը Եվ աս ինչը Վաու ինչ լավ է որ հետս է աս նյութին մեջ Բայց այսօր ես գերեմ քեզի սելու Ատ նյութին մեջ
Էմանուելը քեզի հետ է։ Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ գիտես, դու որպես մարդ երբ հասկանաս ասի եւ իմ աղոթքս է Հիսուսի անունով, որ այս հայտնությունը մտնե սրդին, որովհետեւ երբ որ դու հասկանաս Էմանուելը, որ կնշանակի Աստված իմ հետ, ամեն ինչ հետդ ուրիշ կլա։ Որովհետեւ այդ բարձ օրինակը, որ ես հիմա քիչ հրաշտվի, փաստ, որ մեր կյանքի մեջ դարբեր ժամանակաշրջաններու մեջ, հիմա եթե դու մտածես պատմությունը կյանքեդ օրը, հարցի մեջ, ընթացքի մեջ, չեմ գիտեր, լավ, վատ, գիշես այդ անձնավորության գողքիդ լալը եւ միշտ շնորհակալ ես ադոր համար։ Գիտես, շատ աղոթքի գարիք ունեի, միշտ հետը սերցերքի բռնած աղոթեց, ինչպես մոռնամ։ Ֆինանսական գարիք ունեի, ինքը հասավ ինձի։ Մույսը, գիտես շատ պատմություններ կա, բայց աս ամենը վեր է այդ ամենեն, որովհետև աս ամենը ինչ-որ մարդու մասին չէ, աս ամենը անոր մասին է, ով ստեղծեց երկինքը և երգիրը, աստղերն ու լուսինը և արևը, գիտությունը, գիտնականները մինչև հիմա զարմանքի մեջ են, նոր բաներ կա գսե, նոր, ասի 100 տարի ասի գիտցանք հիմա նորը գա, ստեղծեց մարդը, ինչ, այսօր ընտանիքիս հետ կխոսենք ատնույթը, ասեմ ինչ անհասկնալի հրաշք է մանուկ լալը որովայնի մեջ, կասմվիլ է ացերմը, թարնա ոսկոր, շունչ, մարմին, հետոքա, միցնա, գնայիս, աղվորը اد է, որ դու որպես մարդ չես կնար հասկանալ այդ ամենը ինչպես է, որովհետև եթե հասկանայիր սխալ բան մգա, որովհետև ադե Աստծո կորզն է։ Որովհետև երբ որ դու որպես մարդ ամեն ինչ հասկանաս, ինչ տարբերություն ունիս Աստծուց մե։ Ես աս վերջերս այնքան օրտնված եմ աս հայտնությունով, երբ որ ամեն ինչ չի հասկանամ, գսեմ որ ինչ լավ է, քանի ես Աստված չեմ։ Պետք է գազը հասկանամ, ինձ գփավե։ Աստված ամեն բան թող հասկանա եւ գահասկանա։ Եվ հիմա վերադառնանք ասածից, որ ասի ինչ որ մեգուն մասին չէ, այլ անոր մասին է, որ անունն է Էմանուել, Աստված քեզ հետ։ Եվ աղբորը ադե որ ինքը գխոսի ոչ թե ինչ որ ժամանակի համար, որովհետև նայիր, մարդիկ գային ժամանակ մեր կյանքի մեջ էին, այսօր չի գան։ Բայց ասխոսքը անոր մասին է, որ ժամանակ մը գար, եւ այս ժամանակի մեջ գա, եւ քալիք ժամանակներու մեջ պիտի ըլլա, ինքը Աստված է։ Դեսնես, գտեսնես, ինչ կդեսնես աս ամեն ինչի մեջ, իմ հետ ինչ կդեսնես, աս ամեն ինչի մեջ կդեսնես հույս, չէ։ Աս ամեն ինչի մեջ կդեսնես հույս, աս ամեն ինչի մեջ կդեսնես լույս, աս ամեն ինչի մեջ կդեսնես կյանք, որովհետև ամեն ժամանակ բանի մասին որ դու խոսես որ պիտի շարունակվի, ադոր համար պետք է հույս, ադոր համար պետք է զորություն, ադոր համար պետք է լույս առաջնորդվելու շիտակ ճանապարհին եւ շարունակեմ։ Ինքը հայտնվեցավ որբեսի մեր հետ ըլլա փոթորիկներու եւ կյանքեր ժամանակներու մեջ, որբեսի մեզի հույս եւ զորություն դա շարունակելու այս կյանքը, որբեսի օրտնե մեզի, որբեսի սորվեցնե մեզի ապրիլ այս կյանքը շիդակ եւ մաքուր, եւ ամենակարևորը գիտես ինչ է։ Ինքը հայտնվեցավ, Էմանուելը հայտնվեցավ, որբեսի դա հավիտենական կյանք բոլոր անոնց, որ կհավատան իրեն եւ գաբրին իր խոսքով։ Որբեսի ինչ դա հավիտենական կյանք բոլոր անոնց, որ կհավատան իրեն։ Եվ մենք այս տարի իրականության մեջ պիտի շատ խոսենք հավիտենական կյանքի մասին, որովհետև Աստվածաշունչը գսե իզուր է մեր հավատքը, եթե մենք չենք հավատար հարության եւ հավիտենական կյանքի։ Իզուր է մեր հավատքը, եթե մենք կհավատանք, որ այս կյանքը ամենը 70 տարի է եւ վերջ։ Գսե այնքան սիրեց, որ շնորհեց բոլորին, ով որ կհավատա իրեն հավիտենական կյանք։ Շատ անիմաստ է, գարջ է եւ դգար է այն հույսը, որ ինքը 70 տարվա մասին կխոսի։
բայց շատ զորավոր է եւ մեծ է այն հույսը, որ գխոսի հավիտենական կյանքի մասին։ Ինչ հավիտենական, այսինքն անverջ։ Հալելույա։ Ամեն։ Եվ այսօր սիրելիս այս օրի արիթով ես կուզեմ որ հետ կմցկել Աստծո խոսքով քո վրատ եւ ասել քեզի համար միշտ Էմանուել։ Ես այսօր եկել եմ քեզի ասելու 2026 չէ կյանքի բոլոր օրերուդ մեջ դարբեր ժամանակաշրջաններում մեջ նայր ինչ աղավոր է գիտես Աստծո ուրախությունը մեջ ասել ուր չեմ որովհետեւ ասի Աստծո ուրախությունն է կյանքի դարբեր ժամանակաշրջաններում մեջ ասի քեզի պետք է եւ պետք դիլլա որ հիշես Էմանուել ուրախ ժամանակդ Էմանուել դխուր ժամանակդ Էմանուել հոգնած ժամանակդ Էմանուել հարցակումներու ժամանակ Էմանուել երբ ամեն բան չի հասկնաս Էմանուել երբ ամեն բան իրար խառնվեր է Էմանուել եւ այս հայտնությունը քեզի գցկե որ դու միշտ զորանաս ես քեզի կվստահեցնեմ ավադա այս հայտնությունը գցկե քեզի որ միշտ ետ ոտքի ելես այս հայտնությունը քեզի գցկե որ դու ետ շարնագես այս հայտնությունը քեզի գցկե որ ոչ թե միան դու ոտքի ելես այլ նաեւ ուրիշներուն ոտքի հանես որովհետեւ դու գիտես ամեն ժամանակ Էմանուել Աստված իմ հետ Հալելույա Եվ գիտես ասիգա հետս եղավ ամիսներ առաջ ոչ ծնունդի արդիվ ոչ բարձրապես աղոթքի ժամանակ էր Եվ ես սկացի ինչպես սենյակը աղոթած ժամանակս հայտնվեցավ Էմանուելը Եվ ինձ իսավ Էմանուել Եվ գիտես ատորվելեն վերջ ես կհասկնամ որ իմ կյանքի ամեն շրջանի մեջ, ամեն ժամի մեջ, ամեն ընդհանրապես հիմա որ ասեմ սերեդը գխոսիմ ինձ դվավ հավիտենական հույս, զորություն, ինչ ասեմ, ինչ չի դվավ, որ ես երբ կհիշեմ Էմանուել, կարծես սերքերս զորանա, կարծես թանթաղած ոտքերս սկսի վազելու, կարծես բաներ որ անկարելի կտեսնեմ, կսկսեմ որ տեսնել ոչ կարելի է, երբ մեկ բան կհիշեմ Էմանուել Եվ ասիգա քեզի համար է նաև Այն սրդիս մեջ եղած հայտնությունը թող դառնա բոլորիս հայտնություն որովհետև ասի անձնական հայտնություն չի ասիգա Աստծո հայտնությունն է Եվ գսե մանուկ մծնավ հայտնվեցավ եւ իր անունը Էմանուել Եվ ես կուզեմ շեշտել ասելով որքան կարևոր է խոսածս Ատքան գիցիր սադանան կարևոր աշխատանք կդանի որբեսի աս հայտնությունը գործընծնե քեզ մե Ես կուզեմ դու գիտնաս որ սադանան ամեն բան գնե որ քեզ մե կողնա այն մեծ աստվածային հայտնությունը նորեն շեշտեմը ասի ովև մեկ խոսքի հայտնություն չէ ասի հենց խոսք դվողին հայտնությունն է Աստծո հայտնությունը Եվ այսօր սադանան ամեն բան գնե որ ոչ թե միան հիմա այլ կյանքի դարբեր ժամանակաշրջաններում մեջ որբեսի դու գործընծնես Աստծո այս հայտնությունը որ Էմանուել է որովհետև Էմանուել կնշանակի Աստված մեզ հետ եւ սադանան հագարակ երկը երկեև գսե ուր է Աստված Ուրդեղեն է աշխարհի մեջ աս արդահայտությունը ուր է Աստված որովհետև Աստված եկավ եւ ասավ Էմանուել աշխարհ Սադանան եկավ ասավ ուր է Աստված Ադորամար այս տարի հրճագեցինք Աստծո ճանչնալու եւ Աստծո հետ մդերմանալու տարի որովհետեւ եւ որ դու ճանչնաս անցամ այն Աստծո որ հայտնվեցավ Էտող բոլոր շուրջս երկեն ուր է Աստված ես ալ երկեմ Էմանուել Աստված մեզ հետ Սիրելիներ հայտնություն քիրքը գսե ամուր բռնե ունեցածդ որ մեկը չի կողնա քու բսակդ ամուր բռնե այս հայտնությունը քիչ վեր աստեմ իդելես եւ կյանքը մի շարունակվի բայց ես քեզի խոստանամ համարցակ
ուր ալլաս, ինչ վիճակի մեջ ալլաս, որ մեկ ժամանակի մեջ ալլաս։ Միայն աս հայտնությունը հիշես, տուն կպարծնանաս, կզորանաս, կնորոգվիս և հույս կունենաս, որովհետև քիչ առաջսի, երբ որ գիտնաս, որ Աստված քեզի հետ է, հետդ ամեն բան ուրիշ կլա։ Ամեն։ Հիմա մինչև հիմա գիտես ինչ հրաշալի էր, ես կհավատամ դու օրհնված ես, աս ամենը լսելով։ Շատ կարևոր էր այս հայտնությունը բոլորիս համար, բայց այս հայտնության վրա կարևոր հարց մգուկա, հարցմանշան։ Աստված գուտա այդ հարցը, լսելով Էմանուել, Աստված մեզ հետ, շատ լավ է։ Իսկ հարց, դու Աստծո հետ ես։ Աստված հայտնվեցավ մարդկության եւ հրճագեց Էմանուել։ Բայց Աստված մեզ հետ, Աստված անոնց հետ, բոլոր անոնց, որ իրենք ալ գուզեն լալ իրեն հետ։ Ադորամար դու նստած ես Աստծո հետ ես, գրնալալ չես, ասի լսելով եղիր։ Աստված մեզ հետ է, կարևորը մենք ալ Աստծո հետ լանք։ Դարիներ առաջ սովորություն մի եղավ մեր դունի մեջը, ադալ իմ բաջարով էր, եւ որ ես դունը մի դիշտե ընտանիքը սկսեր Աստված քեզի հետ, ես սկսեի մամ գամբաբ Աստված հետս է, դու ինձ իսե Աստծո հետ եղիր։ Որպես հայր եւ մայր ինձ հիշեցուր։ Դղաս Աստծո հետ եղիր, որովհետեւ Աստված մեզի հետ է։ Եվ ոստեղը գա հայտնության ավելի խորունկ բաժինը, որ նաեւ գա ընդհանուր Աստծո հետ ըլլալը, չէ՞, մարդ որ ինքը Աստծո հերու է, կորոշի Աստծո հետ ըլլալ։ Բայց կա ավելի խորունկ բաժինը, որ տուն ցանկի դարբեր բնակավարներու մեջ, դարբեր նյութերու մեջ գրնալ Աստված քեզի հետ է, նայր, ընտանիքի նյութով Աստված քեզի հետ է, տուն իրեն հետն ես։ Ֆինանսական նյութով Աստված քեզի հետ է, տուն իրեն հետն ես։ Բայց գրնալ աբակա ամուսնության նյութով Աստված քեզի հետ է, բայց տուն կփախիս կորիր գամքեն։ Տուն այր հետ եղիր։ Գրնալ դու մեկն ես ֆինանսական նյութով Աստված քեզի հետ է, բայց տուն հետը չես։ Ինչս էլ է հետ ըլլալ չլալ, այսինքն իր գամքին մեջ չես, իր գամքը չես պնդրեր, իր հետը չես, որովհետև ինչ ադարդայությունը Աստծո հետ ըլլալ, այսինքն իր գամքը պնդրել, իր գամքի մեջ ըլլալ, որովհետև Հիսուսը գսե, եթե ինձ գսիրեք իմ խոսքերս պահեցեք։ Ինչպես հետ ըլլալ համացայնելով իր խոսքերուն, համացայնելով իր գամքին, որովհետև Աստված գսե ես սուրբ եմ եւ ես այս ճանապարհը կքալեմ։ Եթե գուզես հետս ըլլալ, ինչ է ադոր բացատրությունը, եղիր գամքիս մեջ, ապրիր սուրբ կյանքով։ Ես քեզ հետ եմ, հոն մի կասկածիր, Աստված գսե։ Հետ չէ մի կասկածիր։ Բայց դու ինձ հետ ես, թե ոչ։ Հիմա ես կուզեմ դուն բերես կյանքդ եւ հարց տաս։ Ես լսեցի հովիվեն, որ Էմանուել Աստված մեզ հետ։ Երկրորդ հարցումը, իսկ ես Աստծո հետ եմ։ Ուր ընդհանրապես գրնալալ Աստծո հետ եմ ասնյութով, չեմ գիտեր, սկսիր հարց տալ։ Եվ ասացածս այնպես ըրե, որ դու դեսնես, ուր իրականացած է Էմանուել հայտնությունը եւ դու բաց կերես ադի, Աստված հայտնվեր է, բայց դու նա ցերկը չես բռնած։ Բռնած ցերկը։ Աստված կյանքիդ ամեն ժամանակներու համար ասավասի Էմանուելը զնավ, Էմանուել։ Կյանքիդ ամեն բնակավարներուն համար Էմանուել։ Ամեն ժամանակաշրջաններու համար Էմանուել։ Ամենադժվար բահին Էմանուել։ Ամենաուրախ բահին Էմանուել։ Հոս հարց չի գա, Էմանուել Աստված մեզ հետ թունալ իր հետ եղիր։ Ուրախության ժամանակ ալ իր հետ եղիր։ Ամենամեծ հարցերը մեկը գիտես ուր է, երբ մարդիկ դխուր լան կփնդրեն Աստուծո մեյելք, բայց երբ ուրախ լան կարծես Աստված օդարական է իրենց համար։
Երբ դխուր էին փնտրեցին, ուր ես Աստված, Աստված ասավ, հոսեմ, սին ամեն, երբ ուրախ էին, ինչ պետք է Աստված։ Բժշկության գարիք ունիմ Էմանուել, Աստված քեզ հետ, բժշկվեցա, հիմա երբ լավ ես, նորեն Աստծո հետ եղիր։ Ամեն ժամանակներուդ մեջ Աստծո հետ եղիր, որովհետև ուրախություն բարգեւողը, խաղաղություն տվողը, բժշկողը ինքն է։ Արհետդ դարասի։ Թող վաղվա օրը բացվի, նախքան վաղը այսօր գիշերը լա առաջին օրը at հայտնության։ Առնես հետդ դանիս, սիրելիս, առնես հետդ դանիս։ Էմանուել։ Ես սեզի գվստայեցնեմ աս հայտնությունը, ձեր կյանքի մեջ շատ վկայություններ պիտի բերե։ Ձեր կյանքի մեջ շատ պիտի օգնե, որովհետև դուք ամեն ժամանակ երբ կհիշեք աս անունը, անուն, որ իր մեջ ունի մեծ հայտնություն, Աստված քեզ հետ։ Երբ նստեր ես եւ ուսերուդ վրա ծանր է, երբ հիշես այս անունը, կտեսնես, որ մինակ չես։ Որ մեկին մասին խոսիմ, կյանք, կյանք, բայց իրական է եղեր Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ եւ մեզի համար ավետիս է, որովհետեւ Աստված ասավ, սիրելի աշխարհ, սիրելի ժողովուրդ, սիրելիս, իմ միածին որդի ծնունդով հայտնություն բգարբագասեր հիմա հայտնվեցավ, ես քեզի գսեմ ասկե վերջ քու կյանքիդ համար Էմանուել, Աստված քեզ հետ։ Հալելույա։ Կխնդրեմ Պարապանության խումբը կա։ Կխնդրեմ Պարապանության խումբը կա, կխնդրեմ տուն ոտքի ելես։ Եվ գիտեք ինչ, սիրելիներ, իմ աղոթքս մեկ պիտի հիմա, մեկ բան, որ Էմանուելի հայտնությունը ըլլա բոլորիս սրդին մեջ։ Գիտես ինչու, որովհետև այն բանը, որ հոս է, գրնա, հետս ես, այն բանը, որ հոս է, գրնա երթալ։ Բայց այսօր ես պիտի աղոթեմ, որ Էմանուելի հայտնությունը ըլլա հոս, որ որ աստուրեն դուրս ելես, այլևս բահես ադիգակու մեջդ։ Եկեք երկրպագության երկմը վերցնենք։ Քեզ կոչում ենք դու Սուրբ ես Տեր, Սուրբ ես միապան երկու Սուրբ ես վերստամենից Սուրբ ես հալելույա, Սուրբ ես հավերստեր Սուրբ Աստված, Սուրբ Թագավոր, Սուրբ Տեր, քո Սուրբ ներկայության մեջ իմ աղոթքս է, որ դու բոլորիս Էմանուելի հայտնությունը փորակրես մեր սրդերու մեջ, Տեր Աստված, որ մեր կյանքի տարբեր ժամանակաշրջաններու մեջ, տարբեր իրավիճակներու մեջ, տարբեր պատերազմներու մեջ մենք միշտ հիշենք, որ Էմանուել Աստված մեզ հետ է, որ մեզի աս հայտնությունը դա հույս, դա զորություն, նորոգ է մեզի, որովհետև մենք շարունակենք այս կյանքը քու կամքիդ մեջ եւ ելանք ամեն ժամանակ հաղթող, հակառակ անոր, որ խավարը շրջապատեր է մեր շուրջը, գրված է քու խոսքիդ մեջ, որ քու լույսդ մեր վրա գծակի Տեր Աստված։ Եվ այսօր մեր անձերու համար, մեր ընտանիքներու համար, մեր եկող սերունդի համար եւ մեր դարվա համար մենք կհրճագենք Էմանուել։ Մենք կհրճագենք երկնքի եւ երկրի առջեւ այն հայտնությունը, որ Աստծուց եկավ,
որ գսե մանուկ մը պիտի ծնի եւ անոր անունը պիտի լա Էմանուել, Աստված մեզ հետ։ Եվ հիմա իմ կյանքի համար, իմ ընտանիքի համար, իմ քալիք դարվա համար, դարիներու համար եւ բոլոր ծրագիրներու համար ես երկնքի եւ երկրի արչեւ կհրճագեմ, որ Էմանուել, Աստված ինձի հետ է։ Եվ եթե Աստված ինձի հետ է, ինչ է ինձի հակառակ։ Եթե Աստված ինձի հետ է, ուրեմն ինձի համար կա հույս։ Ուրեմն ես կզորանամ, ուրեմն ես ոտքի կելնեմ, ուրեմն ինձի հետ ամեն բան լավ պիտի լա, որովհետև Էմանուել, Աստված ինձի հետ է։ Anună barte, anună comete, anună venea Սրտանց բոլոր բահերիցե, ամեն ուժերիցե, անունը venea հարցը barte, anună comete, anună venea բոլոր բահերիցե, ամեն ուժերիցե, անունը venea Ես գոչում ենք դու Սուրբ ես միապան երկու Սուրբ ես ներես ամենից Սուրբ ես հավերժներ Քեզ կոչում ենք դու Սուրբ ես միապան երկու Սուրբ ես դերես ամենից Սուրբ ես հավերժներ Հալելույա։ Եվ սիրելիներ, Սաղմոսի մեջ դեմը գսե եւ շատեր ասիլավ լսե եւ շատեր իրենց ծիերուն եւ գարքերուն գհուսան բայց ես իմ դիրոջը պիտի ապավինիմ Էմանուել Աստված ինձի հետ է եւ ես ոչ թե պիտի ապավինիմ իմ ունեցվածքին կամ այն մարդուց, որ շրջապատված եմ, այլ պիտի ապավինիմ Աստծո, որ ամեն ժամանակ ինձ հետ է։ Թող այսօրվա խոսքը քեզի դա խիզախություն նույնպես, ապրելու այս կյանքը առանց վախի, որովհետև երբ որ կգիտնաս, որ Էմանուել Աստված քեզի հետ է, դու ազատ կլաս ամեն վախերը։ Եվ նույնպես այսօրվա հայտնությունը թող քու մեջդ ապահովություն մը բերե, պաշտպանություն մը քու կյանքիդ մեջ, որովհետև Էմանուել Աստված ինձի հետ է, եւ եթե Աստված ինձի բահե, ինձի վնաս չի հասնիր եւ իմ բնակարանին հարված չի մոտենար։ Եվ Էմանուել Աստված ինձի հետ է, իմ գարիկներուս մեջ, եւ գսե դերը իմ հովիվս է, եւ ես բանիմը կարողություն միտի չի ունենամ։ Մտածադենս Էմանուել, ելածադենս Էմանուել, կործած ժամանակս Էմանուել, զարայած ժամանակս Էմանուել, փարի կրած ժամանակս Էմանուել, ձերքիս կործին ժամանակ նույնպես Էմանուել, ընտանիքիս մեջ Էմանուել, դգար ժամանակներուս մեջ Էմանուել,
Աստված ինձ հետ է։ Հալելույա։ Չկա ավելի մեծ զորավոր եւ կարեւոր բան, որ իմ եւ քո անձդ գիտնա, որ Աստված մեզի հետ է։ Ադորամար սիրելիս, տունալ եղիր Աստծո հետ։ Իրեն ավելի ճանչնալու ետևե եղիր, իրեն խոսքով լեցվիր եւ սրտան ծարայե իրեն։ Թող այսօրվա հայտնությունը քեզի դա մեծ եւ զորավոր հաղթանակ Հիսուսի անունով։ Եվ ես քեզի բան ասեմ, դու երբ հաղթանակի արդյունքները կտեսնես, գիտես, երբ որ արդեն քո ներսետ հաղթող կլաս։ Կացեք կարդացեք Դավիթի պատմությունը, որ Գողիաթին հաղթեց։ Դավիթը նախքան Գողիաթին հաղթե իր բարերով փաստեց, որ ինքը արդեն իր ներսեն հաղթեր էր իրեն, որտեղ ասավ ով է այս բղշտացին, որ ելեր Աստծո ժողովրդի դեմ։ Եվ քարը չինետած նորեն ասավ դու եկել ես սուրով եւ նիզակով։ Հա, հայտնությունը նա էր ուր է, բայց ես եկել եմ իմ Տիրոջ անունով, որովհետև ես գիտեմ հիմա այս պատերազմին մեջ Գողիաթ Էմանուել Աստված ինձ հետ է եւ ոնք դեսնես հաղթանակ։ Ադորամարին կարաշին հոստեղով հաղթեր էր։ Աս հայտնությունը թող քեզի դա հաղթանակ հոստեղեն։ Որովհետեւ դու լաս մարդը ոչ թե որ դեսնես հաղթանակը եւ ասես yes, այլ ասես yes։ Նախքան դեսնես հաղթանակը yes, որովհետեւ Աստված ինձ հետ է, արդեն մեծ պատճառ ունիմ, որ ես հաղթեմ։ Հալելույա։ Ինչ որ մեկը թող ուրախության եւ հաղթանակի ցայն բարձրացնե։ Հալելույա։